Չեք թերագնահատելով ոչ մեկի բժշկական բարձրագույն կրթությունը, եկեք հարցին անդրադարձ անենք, փորձենք մի փոքր ավելի մանրամասն խոսել այս ամենի մասին, որպեսզի թույլ ինֆորմացիան զոհը դուք չդառնաք հարգելի հետևորդներ։ Ինֆեկցիոն բորբոքային պրոցեսների պատճառները կարող են լինել ոչ միայն միկոպլազմային եւ ուրեոպլազմային վարակները, այլ նաեւ շատ ուրիշ տեսակի ինֆեկցիաներ եւ բորբոքումներ, այդ թվում եւ սեռական ճանապարհով փոխանցվող եւ ոչ սեռական ճանապարհով փոխանցվող։ Գնային ինֆորմացիան իհարկե այստեղ չի համապատասխանում իրականությանը, օգտատերը երևի չգիտեմ, որ հիվանդանոցի գնացուցակից է վերցրել այս տվյալները, բայց իրականության հետ կապ չունի նման գնային ինֆորմացիան։ Հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ ինֆեկցիաները եւ բորբոքումները պայմանավորված են լինում մրսածությունով կամ միջավայրից վերցված ինֆեկցիաներով կամ քրոնիկական այլ հիվանդությունների արդյունքում եղած ինֆեկցիոն բորբոքային պրոցեսներով։ Եվ աղիքային միկրոբներով պայմանավորված կամ ստրեպտոկոկերով, ստաֆիլոկոկերով պայմանավորված վարակները երբեմն կարող են առաջացնել ոչ պակաս բորբոքային պրոցես, քան նույն սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները։ Եվ պատահում են դեպքեր, որ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսի պատճառը բոլորովին այլ տեղից ենք մենք հայտնաբերում, կարող են նույնիսկ պատահել դեպքեր, երբ ինֆեկցիոն բորբոքային պրոցեսներին բնորոշ երևույթները կարող են լինել կեղծ։ Մենք պետք է ուշադիր լինենք այն բոլոր դեպքերում, երբ պացիենտները նշում են ինֆեկցիոն բորբոքային պրոցեսներին բնորոշ նշաններ, բայց անալիզներով ոչինչ չի հայտնաբերվում։ Այդպիսի դեպքերում նմանատիպ պացիենտները դուրս են սեքսոլոգիական ծառայության շրջանակներից եւ պետք է նրանցով այլ մասնագետներ զբաղվեն։